Ձեզ սիրելի հետևողներ, այսօր ես բավականին շատ հետաքրքիր աշխատանք այսօր իմ քարտերից մեկը այն մուրակույրներից մեկն է, որով կաշխատենք։ Շատ հետաքրքիր աշխատանք եմ տանելու։ Ասենք այսօր իմ քարտերից մեկը այն մուրակույրներից մեկն է, որով կաշխատենք։ Ինչ որ աստվածով պետք է աշխատենք։ Այսպես։ Ովքեր որ հարաբերությունները հեռավորության վրա են, դա կարող է կապ ունենալ ուրեմն վիրտուալ հարաբերությունների հետ, որտեղ դուք միգուցե դեմքով չեք տեսանձին, ընդհանրապես նկար եք տեսնել ինտերնետային հարաբերություններ են եւ չգիտեք մարդը ինչ մտքեր ունի ձեր հանդեպ, հարցում եք ինչով կվարտվի այդ վիրտուալ հարաբերությունները ձեզ համար։ Այստեղ հարցը ուղում եք սիրելիներս։ Այսպես գնացին։ Ինչով կվարտվի քեզ համար։ Ովքեր ուղղել են հարցը, այս վիրտուալ հարաբերությունները։ Տեսնենք նախ ով է ուղղել հարցը։ Ովքեր են ուղղել հարցը, տեսնենք դուք ներկապահին, ովքեր ուղղել են հարցը, ինչով կվարտվի վիրտուալ հարաբերությունները, դες համար դուք այնպես մի անձնավորություն եք, ով կարող է ժամանակ առ ժամանակ ուրեմն տրամադրության բարձրացում անկում ունենալ, մարդիկ ձեզ չեն հասկանում, մեկ տրամադրությունը լավ է, մեկ տրամադրությունը վատ է, ովքեր կարող է ծնվել են 1-ին, 10-ին, 19-ին և 28 թվականի ներքո, տեսնեք ով է ձեր պարտները։ Ում համար դուք հարցը ուղղել եք ինչով կավարտվի այդ վիրտուալ հարաբերությունները ձեր համար։ Բավականին երիտասարդ անձնավորության մասին ով ոգևորում է ձեզ, ինչ-որ մի բան նոր է, հա, այստեղ սկսվում։ Ներկապահին տեսնենք ձեր հարաբերությունները վիրտուալ ինչ ընթացքով են գնում։ Նո, այստեղ էսի տպավորություն է, ինչ-որ բան ավարտվել է, դա դավաճանության հետ կարող է կապ ունենալ, որը որ ձեզ անհանգստացնում է եւ կարող է ավարտվել, իսկ որոշ մարդկանց մոտ վիրտուալ հարաբերությունները այսպես թե այնպես ներկապահին ոչ մի լավ բանի չեն տանի, հա, եւ այստեղ հնարավոր է որոշ մարդկանց մոտ ավարտել հարաբերությունների։ Տեսնենք իսկ ուր է տանելու այս վիրտուալ հարաբերությունները ձեզ համար մոտ 3, հա, մոտակա 3 ամիս, ոչ այնքան լավ հարաբերությունների։ Ձեզանից մեկը կարող է դժվել այս հարաբերություններում։ Այո, եւ դուք ցավոք սրտի կարող եք իմանալ իրականությունը, որը ձեզ պաշտպան է, այստեղ աշտարակ աստծո այնքան էլ դուր չգալ։ Այստեղ դուք շատ դժվար թե կարողանաք շատ արագ վերականգնվել։ Եվ եկեք տեսնենք, հենց դու քեզ համար խորհուրդ։ Ինչ խորհուրդ են տալիս քեզ, ովքեր ուղղել են հարցը։ Այս առումով վիրտուալ հարաբերությունների, տեսնում ես, ինչ վերևում է, այն ներքևում է, ոչինչ այնպես չի լինում, պետք չի անձին կարելի ասել, հա, վրեժ լուծել անձից, որովհետև ինչ վերևում է, դա ներքևում է, պետք է մեծանալ, պետք է հասկանալ, որ այդ անձը քեզ համար չէր, պետք է սառը սթափ գլխով մտածել, վիվդ անել եւ առաջ գնալ։ Պետք չի որ դուք վրեժ լուծեք։ Տեսնում եք, եթե դուք ունեիք ամուսնության հույսեր, ոչ դե բնական է, վիրտուալ հարաբերությունները ոչ մի ամուսնության էլ չեն կարող հասցնել։ Այստեղ խորհուրդ է անում իրավիճակը անցնել այս բարդ իրավիճակը, ինչքան էլ դա ձեզ համար ցավոք լինի, պետք չէ ոչ մեկին մեղադրել, ամեն մարդ պետք է հասկանալ, որ վիրտուալ հարաբերությունները ոչինչ բանի չէին բերի եւ այստեղ դուրս եկել ատշելնիկա։ Դուք կարող եք մնալ մենակ, ճանապարհ անցնել, կյանքի մեջ փորձ ունենալ եւ հաջորդ հարաբերություններում ստապ լինել, որպեսզի ձեզ չհիմարացնեն, որովհետեւ ինտերնետային հարաբերությունները ոչ մի լավ բանի չեն բերում։ Կունենաք արտեր ավելի գլոբալ աշխատելու համար, ձեզ խնդրեմ, կարող եք դիմել Նարա Գրիգորյան, 18 հոգեբան։ Այսօր այսքանը։